Հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին։ Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերվի կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին։ Հերթագրված Սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքում հարց տալու իրավունքից։ Նիստն ավարտվում է հերթագրված վերջի պատգամավորի հարցին պատասխանելուց հետո։ Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության։ Խնդրում եմ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Հարգելի պատգամավորներ, հարգելի կառավարության անդամներ, այսօր հունիսի 18-ին բաց դռներ ծրագրի շրջանակում ազգային ժողով են այցելել Արարատի մարզի Նորաշենի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչները ողջունում ենք։ Եվ առաջի հարցի իրավունքը Էդուարդ Աղաջանյան, համեցեք։ Շնորհակալություն։ Հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, վերջին շրջանում շատ է քննարկվում Հայաստանի կառավարություն եւ եկեղեցի հարաբերությունները եւ մասնավորապես այն թեմաները, որ այսօր հիմնականում քննարկվեցին այդ թվում ազգային ժողովի ամբիոնից եւ հասարակական տարբեր շրջանակներում այս հարցը բնականաբար մեծ քննարկումների առիթ է տվել եւ այս քննարկումների շրջանակներում ամենահաճախ հնչող հարցերից մեկը նա է, թե ինչու է կառավարությունը հենց այս բանին որոշել է հարցերը բարձրացնել, որովհետեւ կա տպավորություն, որ այս խնդիրները մեր հանրության շրջանակներում վաղուցվանից արդեն պարզ էին եւ հանրության լայն շրջանակներում արդեն տեղեկացված էին այն բոլոր խնդիրների մասին, մասնավորապես արատավոր խնդիրների մասին, որոնք կան մեր եկեղեցում։ Ես կխնդրեի այս հարցին անդրադառնալ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Աղաջանյան հարցի համար։ Այսօր իրականում լրագրողների հետ զրույցի ընթացքում նրանք նույնպես տվեցին այդ հարցը, թե ինչու հիմա, երբ այդ ամենը բոլորը գիտեին։ Ես ձեզ էլ պիտի խոստովանեմ, որ ես երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, ինչի մասին այսօր ասում եմ, որովհետև դե մտածել եմ մանավանդ այսօր մամուլում ինչի մասին ասես, ինչ ասես գրում են եւ ես չեմ մտածել, որ դա նման բան ընդհանրապես հնարավոր է, որքան էլ դա միամիտ հնչի եւ պիտի ասեմ նաեւ, որ իմ լրագրողական գործունեության ընթացքում էլ ես չգիտեմ ինչպես է դա պատահել, բայց ես այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ համար մի բան է խոսակցությունը, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան եւ բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը։ Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետքա ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետքա վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան
ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրան չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բա ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլի եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ, 2020 թվականի հրատարակության Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիրք հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Չէ, եկեղեցում կոչվում է կուսության ուխտ, այդ ամեն ինչ իրար հետ կոչվում է կուսակրոնություն։ Կուսության ուխտ։ Տենց է կոչվում։ Եվ հստակ սահմանված է, թե ինչա տեղի ունենում։ Ես դες ընդ որում այն մյուս հայոց կանոնագրքում տասնյակ հոդվածներ կան, ես մի օրինակ վերեմ։ Ուրեմն կանոնագրքի կանոն անկյուրիա կոչվող ի կանոնը ասում է հետևյալը. նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասին, շնություն անելով այլևս կույս չեն կարող համարվել, այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։ Եվ նրանց համար սանվանվելու է 2 տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց, եւ մտնելով եկեղեցի 1 տարի ապաշխարողների հետ լինեն, տեսնել ապաշխարության ջերմությունը եւ հաղորդ լինել օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան, այսինքն քահանայական գործունեությունը արգելված է նրանց իրականացնել, ինչպես այն կույսերը, որ մերձենում էին ոմանց որպես քույրեր, սա արդեն իգական սեռի կուսակրոնների մասին ասում, այդպիսիներին պետք է արգելենք, որ այլևս նման բան չլինի։ Այս կանոնը, որը հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար, տեսեք ամենատ ես 4 դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց, եւ ինքը իրավունք չունի, եւ նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է, այստեղ ընդդիմությունը մի ուրիշ բաներ էր ասում, կներեք շատ չեն, ասում է եկել են եկեղեցու ներքին գործերին խառնվում են, Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է, ո՞նց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում, այդ մեր եկեղեցին է, այս մեր ուխտն է, այս մեր ավանդույթն է, եւ կոնկրետ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցու իրավական պարտադիր ուժ ունեցող օրենքի համաձայն ինքը եկեղեցուց դուրս է,
եկեղեցուց դուրս է արձագանքեք։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, եւս մեկ հարց, մեր ընդդիմախոսները հաճախ այս քայլերը եւ այս հարցադրումները կապում են եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու համատեքստում իրենց բնորոշմամբ ռեպրեսիաների, կառավարության կողմից իրականացված ռեպրեսիաների տեսքով եւ ես անկեղծորեն նաեւ ինքս կուզեի այդ համատեքստում մեր կողմից այդ հարցը բարձրացնել, իսկ ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի ծավալել այն գործունեությունը, որը վերջին 1 եւ ավելի տարիների ընթացքում ծավալում է եւ մանավանդ այն համատեքստում, երբ մեզ մեղադրում են հակասահմանադրական ընդհուպ գործունեության մեջ, կուզեի անդրադառնալ եկեղեցի կառավարություն հարաբերություններին այս համատեքստում, այսինքն կառավարությունը մտնում է եկեղեցու ներքին գործերի մեջ եւ հակառակը եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ։ Պարոն Աղաջանյան, տեսեք, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2021 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2022 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2023 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2024 թվականին։ Այդ հարցերի մասին ես խոսել եմ։ Չեմ խոսել։ Ինչի՞ եմ հիմա խոսում։ Որովհետև հիմա ես առերեսված եմ փաստի հետ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ այո, նաեւ որպես վարչապետ, որովհետև չեմ կարող կիսել այդ երկու իմ բնությունները, առերեսվել եմ փաստի հետ, որ մեր սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Հասկանում եք, ես տեղի իմ ոչ միայն իմ, բայց այդ թվում նաև իմ սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Ես գիտեք, ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ եւ դա երբեք չեմ էլ թաքցրել։ Ես ասենք Սուրբ Զատիկը եւ Սուրբ Ծնունդը ուղերձով եմ հանդես գալիս եւ սաղմոս եմ արտասանում։ Ես երբեք իմ հոգևոր զգացումները չեմ թաքցրել։ Եվ ես հիմա առերեսված եմ այս փաստի հետ։ Ես մի կողմից մեր եկեղեցին մեր սրբության սրբոցը, մյուս կողմից իմ ու Աստծո հարաբերությունները։ Չեմ կարող այս փաստը ուղղակի նայեմ, ասեմ, վայ, դիտորդ եմ ես չեմ կարող դիտորդ լինել, որովհետև մեր, այդ թվում նաև իմ սրբության սրբոցը գտնվում է պղծություն իրականացնող կուսակրոնության ուխտագիրը խախտած, ընդ որում կուսակրոն քահանաները բոլորը առանց բացառության, երբ որ կուսակրոնություն են ընդունում, իրանք մայրաթոռի խորանի առաջ ծնկաչոք տեքստ են արտասանում, երդվում են, որ չեն երդվում, որովհետև նոր կտակարանը ասում է մի երդվիր, ասում են, որ ուխտը ստանձնում են եւ խոստանում են, որ կուսակրոնության ուխտը ստանձնում են կամավոր եւ խոստանում են, որ կպահեն, հավատարիմ կմնան եւ կվարեն պարկեշտ կյանք եւ այլն եւ ստորագրում են այդ թուղթը։ Իրենք իրենց ստորագրած թուղթը խախտել են։ Ոնց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարել է մայրաթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը, ոնց կարանք մենք դա հանդուրժենք։ Եվ ոչ միայն նա, ես համաձայն չեմ հանդուրժել դա։ Եվ բոլոր եմ փորձը, թե սա ընդեմ սա հանուն եկեղեցու է, որովհետև մայրաթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ երթմնազանց պղծաբարո ներկայությունից ազատվի։ Շնորհակալ եմ, կներեք, որ երկարացրի։ Ռուստամ Բաքոյան։ Շնորհակալություն։
Կառավարության մեր գործընկերներին, հատկապես էկոնոմիկայի նախարարության նպարում վարչապետ նաև ձեզ վստահ եմ, որ դուք եք այս հարցով զբաղվել, գուցե նաև արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները, վերջի ժամանակաշրջանում կոնյակագործները բախվում են մի խնդրի, որը պայմանավորված է արտահանման հետ եւ հարևան մեր եղբայրական Վրաստանում խնդիրների են առնչվում եւ կարծեք թե այդ խնդիրը երկար ժամանակ հանգուցալուծում չի ստանում, նաև մեր ազգային ժողովի գործընկերները տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ պաշտոնակատար պարոն Թունյանն է այցելել, բայց մինչ այսօր կարծեք թե այդ խնդիրը մասնակիորեն է լուծվում եւ երեկ էլի Պեկի մեր գործընկերները կոնյակագործներին հայտնել են, որ կարող են որոշակի մեքենաներ ուղարկել, բայց հատվածական լուծումը եւ ամբողջական լուծում մինչ այս պահը չկա։ Ես կխնդրեմ պարզաբանեք վրացի մեր գործընկերների հետ, կառավարության ձեր գործընկերների հետ կան պայմանավորվածություններ եւ այդ խնդիրները ինչպիսին են, որ մինչ այսօր դրանք չեն կարգավորվում, որովհետեւ մի այլ հարց ոչ մեկ չէր պատկերացնի, որ մեր Հայաստանում մեր եղբայրական ժողովրդի վրացիների դեսպանատան մոտ կարող են նույնիսկ բողոքի ակցիաներ տեղի ունենան։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Բաքոյան, շնորհակալ եմ հարցի համար։ Իրապես ճիշտ եք, ես մի փոքր նախապատմությունը սկսեմ, ինչ որ պահից վրացական կողմը, այսպես ասենք, փորձաքննություններ իրականացնելու պատճառաբանությամբ կանգնեցրեց հայկական բեռնատարները, որոնք որ տեղափոխում են շալացված կոնյակ հայկական բրենդի եւ ըստ էության այդ պայից մենք ակտիվ աշխատանք ենք իրականացրել եւ մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել եւ դրանք ամբողջությամբ արդեն Ռուսաստանի Դաշնության տարածքում են, այսինքն այն վերջնակետում, որտեղ որ պետք է գնային, դրանից հետո որոշակի մի քանի օր կանգ տեղի ունեցավ, 3 նորից սկսել ենք ակտիվ աշխատանք, այսինքն ակտիվ աշխատանքը մշտապես եղել եւ 3 խոստացան, որ 50 մեքենա թույլ կտան, մինչեւ ես այստեղ կգայի 1 ժամ առաջվա դրությամբ արդեն 33 մեքենայի, այսպես ասած, դրական թույլտվություն տեղի ունենում եւ ընթացքը շարունակվում է, վրացական կողմը խոստացել է մեզ, որպեսզի այդ հարցը լուծվի, հիմա իրենք որոշակի մեխանիզմ են առաջարկել եւ այդ մեխանիզմով մենք շարունակում ենք համատեղ աշխատել, այսինքն ընդհանուր առմամբ խնդրեմը, որ դուք ներկայացրեցիք կա եւ բայց նաեւ պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք դրական զարգացում, մասնավորապես 33 մեքենա այդ դուրս է եկել Գեզի կոչված մաքսային տարածքից եւ գնում է դեպի Վերին Լարս, այսինքն իրենք հիմա ճանապարհին են։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան։ Վստահ եմ նաև տեղյակ եմ ձեր աշխատանքից, էկոնոմիկայի նախարարության աշխատանքից, կառավարության մեր մյուս գործընկերների, կառավարության ղեկավարի անհանգստության մասով խորհրդարանի կատարած աշխատանքով կամ փորձերը, որ այս խնդիրը լուծվի։ Դուք խոսեցիք հատվածական լուծումների մասին, որ այս պահին առաջացել են թե մեքենաների լոկացիան ինչպիսին է, բայց խնդիրը որն է, որ ինչ որ պահից վրացի մեր գործընկերները խնդիր են իրենց արժև կամ որևէ խնդիր են դրել եւ դրանից հետո սկսել է նման խնդիր առաջանալ եւ համապարփակ խնդրի լուծում մեր հարևան երկրի գործընկերները արդյոք առաջարկում են, թե այս պահին մեզ համարել է անհասկանալի ինչի են նման մոտեցում իրենք ցուցաբերում։ Շնորհակալություն։ Տեսեք, իրենք մեզ ասում են հետեւյալը, ասում են, որ
կան իրենք ունեն կասկածներ, որ այդ մեքենաների կամ այդ կոնյակի մի մասը, այսպես ասած, կոնյակ չէ եւ պետք է որոշակի փորձաքննություններ իրականացնել։ Ես պետք է նշեմ, որ ըստ էության այդպիսի իրավունք ունի այն երկիրը, որը ստանում է այդ ապրանքը, փոխադրող տրանզիտ երկրները այդպիսի իրավունք չունեն եւ մենք դրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին եւ մեխանիզմի առումով մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, ապա առաջարկում ենք հետեւյալը՝ համատեղ վերցնենք նմուշը, այդ նմուշը ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, այնտեղ փորձաքննության իրականացվի եւ ըստ էության, այսինքն եթե անգամ այդպիսի ուրեմն կասկածի հնարավորություն կա, ապա մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ, միևնույն ժամանակ ես ուզում եմ նշել նաև, որ մենք հիմա ակտիվ աշխատում ենք Հայաստանում այդպիսի լաբորատոր կարողություն ձևավորելու ուղղությամբ եւ հիմա բոլոր սարքավորումները ըստ էության գնված են, հիմա տրեյնինգի փուլի մեջ են մեր ավարտեմ տրեյնինգի փուլի մեջ են մեր աշխատակիցները, ՍԱՏՄ-ի աշխատակիցները, որից հետո նրանք իրենք կարողանան հավատարմագրվել եւ այդ փորձաքննությունն իրականացնել։ Թադևոս Ավետիսյան։ Հենց հիմա ազգային ժողովի Բաղրամյան մուտքի ընդունարանում հավաքվել են անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ եւ հարազատներ։ Քիչ առաջ ես հանդիպեցի նրանց հետ եւ իրենց պահանջն եմ հիմա փոխանցում, քանի որ խոստացել եմ եւ իրենք շատ ուղիղ պահանջ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որովհետեւ տարբեր հարցեր ունեն եւ արդեն անորոշություններ կան կապված ԱԱՑ տնօրենի փոփոխության հետ եւ հիմա կոնկրետ այդ մարդիկ սպասում են պատասխանի, երբ կլինի այդ հանդիպումը, որպեսզի իրենց կոնկրետ հարցադրումներին պատասխաններ ստանան եւ կարծում եմ օբյեկտիվ է եւ առաջնային խնդիր եւ հիմա ես ակնկալում եմ այդ պատասխանը վստահաբար նաեւ լսում են այնտեղ հավաքված բազմաթիվ մեր հայրենակիցները ձեր պատասխանն են ակնկալում։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան հարցի համար։ Ես ուզում եմ ասեմ, որ մեր անհետ գտնվելու վայրը անհայտ մեր զինվորների հարազատների հետ ես հանդիպել եմ 2 շաբաթ առաջ կառավարությունում, այսինքն ինչպես նախկինում մեր հանդիպումները երբեք չեն լուսաբանվում եւ այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն։ Իրենք ինձ տվել են, ինչպես պայմանավորվել ենք 5 կոնկրետ հարց, որի շուրջ ես ասել եմ, պայմանավորվել եմ, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ եւ մենք հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը երբ որ օրը փոխանցեք, ուղիղ 2 ամիս անց օրացուցային տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ։ ԱԱՑ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել եւ չէր կարող փոխել, որովհետեւ ի վերջո կա ինստիտուտ, ինստիտուցիոնալ կառույց եւ մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում։ Ես արդեն այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ եւ ինչպես պայմանավորվել ենք կհանդիպենք 2 ամիս անց այդ հարցերի պատասխանը ինչպես պայմանավորվել ենք, այսինքն ելի եմ ասում, այսօր ամսի 18-ն է։ Մենք մեր հանդիպում տեղի ունեցել կառավարության շենքում հունիսի 6-ին, ուղիղ 2 շաբաթ առաջ։ Եվ 2 շաբաթ առաջ ինչ պայմանավորվել ենք, բառացիորեն, ընդ որում այդ հանդիպմանը որևէ պաշտոնյա չի մասնակցել, ես եմ եղել եւ եղել են գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատները, նրանք շատ կոնկրետ հարցեր բարձրացրել են, ես էլ խնդրել եմ իրանց պայմանավորվել ենք, որ այդ հարցերից ամենասուր 5 հարցը կբարձրացնեն եւ այդ հարցը բարձրացնելուց հետո ես անձամբ կզբաղվեմ այդ հարցերով եւ երբ պայմանավորվել ենք, որ 2 ամիս անց հանդիպումը տեղի կունենա եւ արդեն պատասխանները կքննարկենք, այնպես որ ոչ մի նոր բան այս հարաբերություններում տեղի չի ունեցել։
Արձագանք։ Տեսեք, ամեն դեպքում ես քիչ առաջ եմ հանդիպել եւ ունեին որոշակի անհանգստություններ այդտեղ այդ վայրում, բնականաբար նաև իմ կարգավիճակում ես չէի կարողանա այդ ամբողջը մանրամասնել, մանավանդ որ այդ հանդիպմանն էլ ես չեմ մասնակցել, բայց այդ անհանգստությունը ես տեսել եմ, հիմա ձեզ փոխանցում եմ, հուսամ ձեր պատասխանը ինչ որ չափով որոշակի դարձրեց այդ մարդկանց մեր հայրենակիցների անհանգստությունները, բայց եւ այնպես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այսպես ամբողջորգոր բաները չասեմ եւ մտահոգ ես ամեն ինչով, ես կարծում եմ, որ այդ մարդկանց անհանգստությունները գուցե նոր պատճառներ ունի կամ ինչ որ ձևով նաեւ բնականաբար օբյեկտիվ հիմքեր, այնուամենայնիվ այդ նոր հանդիպում, որ իրենք առաջարկում կամ պահանջում են, ինչ որ ձևաչափով կարելի է կազմակերպել եւ փարատել այդ անհանգստությունները, հատկապես եթե դուք նշում եք, որ գործընթացը ինչ որ քննարկվել է եւ որոշակի հունի մեջ է գտնվում։ Ես, քանի որ ժամանակը սպառվեց, եւս մեկ անգամ փոխանցում եմ այդ անհանգստությունը ձեզ եւ նաեւ առաջարկը իրենց պահանջը նաեւ հանդիպման ինչ որ ձևաչափով եւ իրենց հարցերին եւ իրենց մտահոգություններին փարատելու շատ կոնկրետ ակնկալիքով։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, առիթ չի եղել ասել, բայց ես գտնվելու վայրը անհայտ եւ զոհված մեր զինծառայողների հարազատների հետ հանդիպել եմ մի քանի տասնյակ անգամներով, այդ հանդիպումներից, եթե չեմ սխալվում, ոչ մեկը չի լուսաբանվել, ոչ մեկ։ Չէ, ես ազգային ժողովում վերջին 3 ամսում եղել է 2 մեծ հավաք։ Ընդ որում դրանից առաջ եմ հանդիպել։ Ես իմի անհանգստությունը, եթե խոսք է գնում անհանգստության մասին, ոչ մի անհանգստության բան չկա, որովհետև այն ինչ որ մենք պայմանավորվել ենք, այդ ամեն ինչը ուժի մեջ է բնականաբար։ Որովհետև ինչ որ ես ասել եմ, ինչ վերաբերում է հանձնաժողովներին, հանձնաժողովի աշխատանքը նույնպես որևէ ձևով չի կարող խաթարվել, որովհետև գիտեք նաև Ադրբեջանի հետ հանդիպումները, որ տեղի են ունենում, այդ հանդիպումների ինստիտուցիոնալ կառույցն էլ ձևավորված է, հայտարարություններ են արված եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է հանդիպումներին, ելի եմ ասում, մենք արդեն պայմանավորվել ենք եւ եթե չկա պատճառ այդ պայմանավորվածությունները չեղարկված համարելու, իսկ ընդհանուր առմամբ մինչև հիմա ինչքան հանդիպում եղել է, ինչքան հիշում եմ, ամենայն հարգանքով ձեր միջնորդության անհրաժեշտությունը չի եղել։ Ես էլ եմ ասում, տասնյակ անգամներով ենք հանդիպել, տասնյակ, ոչ թե 1, 2, 3, այլ տասնյակ անգամներով ես հանդիպել եմ։ Շնորհակալ եմ։ Տիգրան Պարսիլյան։ Շնորհակալ եմ։ Հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո պարոն վարչապետ, դուք հրապարակայնորեն հանդես եք եկել վեհարանը կուսակրոնության եւ ոչ միայն կուսակրոնության իհարկե ուխտը խախտողից ազատելու կոչով, բերելով իհարկե համոզիչ հիմնավորումներով դա ամրապնդելով, հաշվի առնելով որոշ եկեղեցականների կողմից տարիներով իրենց համար ապօրինի ինդուլգենցիա ստեղծելը եւ իհարկե աջակցելով այս գաղափարին, ես ուզում եի ճշտել, ինչպես եք պատկերացնում իրականացնել այս process, այսինքն ինչպես եք պատկերացնում գործընթացը այս։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ։ Ես հարցը պատկերացնում եմ հետևյալ կերպ։ Նախ մայրաթոռում պիտի գտնվեն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում Աստծո օրհնությամբ։ Հայ առաքելական եկեղեցին իր կանոններում հստակ սահմանել է, թե ինչպես է Աստծո օրհնության հավաստումը, եթե կարող ենք այդպես ասել, տեղի ունենում։ Ես էլի ուզում եմ ձեզ հետևյալը մեջբերել, որ յուրաքանչյուր կուսակրոն հոգևորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետևյալ ուխտով։
մեջբերում եմ ուխտը։ Հիմա եթե Կտրիչ Ներսիսյանի պարագայում ասենք, այդ ուխտը բառացիորեն հնչել է հետևյալ կերպ եւ ստորագրվել է։ Ես Տեր Գարեգին Աբեղա Ներսիսյանս օրհնությամբ Աստծո եւ կամոքն ազգիս հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման Սուրբ Սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ։ Խոսքը Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի խորանի մասին է։ Առաջին սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս, հավատով ու նվիրումով ծառայել հայաստանյանց առաքելական Սուրբ եկեղեցուն, Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին եւ հայ ժողովրդին։ Երկրորդ անաղարտորեն պահել ուղափառ հայրերից մեծ ավանդված դավանությունը, պահել եւ ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։ Երրորդ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի միաբան մնալ միջև իմ կյանքի վախճանը, սրբությամբ պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրության, կրոնավորության, ողջախոհության եւ հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը եւ մնալ Սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ։ Ապրել առաքինի կյանքով ու պարգևշտ վարքով, անձնուրաց կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները, դեպապես հետամուտ լինել իմ հոգևոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական եւ կրթական աշխատանքներին, որքան ներեն իմ կարողությունները։ 5. Լինել հնազանդ ամենայն հայոց հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները եւ աշխատանքները կատարել սիրով եւ եռանդով։ Որպես երաշխավորություն իմ այս խոստումների ստորագրում եմ սույն ուխտագիրը։ Այսինքն հիմա ինչպես ակնհայտ է, Կտրիչ Ներսիսյանը իր իսկ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի խորանի առաջ իր ստանձնած եւ ստորագրած ուխտը խախտել է։ Հասկանում եք, նա սա նշանակում է, որ վեհարանում նրա մնալու ամեն օրը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդները, կանոնները, որոնց հղում է արվում այստեղ, որ արձագանքեք շարունակություն եք ասի։ Արձագանք։ Խնդրում եմ շարունակել, միջելոց երթումից դուրս է գալի, որ միայն կուսակրոնությունը չի, որ խախտվում այս ուխտում, այլև ժուժկալության եւ աղքատասիրության ուխտն էլ որ շատ մանրամասն խախտում է, բայց շարունակել։ Չէ, էլի բաներ կան, ես հիմա այդքան ժամանակն էլ քիչ է չվերլուծեմ, բայց ասենք առնվազն մի քանի կետ, բայց ես ուզում եմ ուրիշ բանի վրա էլ ուշադրություն դարձնել, որ օրինակ կարող եմ մեջբերել մեր կանոնագրքի առաքելական երկրորդ կանոնների կանոն իգն, որտեղ ասվում է. Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարկավակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանձության կամ գողության մեջ բռնեն, կարգալույց լինեն։ Այսինքն սա հստակ կանոն է, հասկանում եք, եւ անխուսափելի։ Հիմա Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի այդ իմ նշած փաստերի բերումով եւ նրա այնտեղ մնալու ամեն օրը, ամեն վայրկյանը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, հեղինակությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ, որ մենք հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոտը քրիստոնեական մեթոդներով պետքա ուղղակի բոլոր սրբապիղծներին դուրս տնի Մայր Աթոռից, տենց եմ պատկերացնում, սիրով քրիստոնեաբար, բայց հետևողական։ Արմեն Խաչատրյան։ Շնորհակալություն։ Հարց ուղղում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին։ Պարոն Խուդատյան, այս խնդիրը, որ կներկայացնեմ, տարիներ շարունակ գոյություն ունի եւ կարծում եմ շատերին է հետաքրքիր ձեր դիրքորոշումը։ Խնդիրը վերաբերում է ավականու պաշտոններ զբաղեցնողներին, ավականիներին։ Տեսեք, ավականիները որոշակի աշխատանք են իրականացնում, որոշակի գործառույթային պարտականություններ ունեն եւ այդ գործառույթային պարտականությունների իրականացումը նաեւ ենթադրում է որոշակի ծախսեր
Եվ սակայն, ինչպես գիտենք, ավականները չեն վարձատրվում, ինչպես եք վերաբերվում այն հարցին, որ ավականների փոխհատուցման խնդիր ձևակերպվի եւ այդ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկվի։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հարցի համար։ Հարցը ամբողջությամբ համայնքների ուրեմն որոշելու տիրույթում է։ Այսօր էլ կան հանրապետությունում համայնքներ, որոնք ուրեմն ավականիներին որոշակի փոխհատուցում տալիս են, այդ գումարը փոքր է, տատանվում է հիմնականում նվազագույն աշխատավարձի չափի 75,000 մինչև այս արանքում, օրինակ Ախուրյանը, Փամբակը, Մայրաքաղաք, Երևանը, Խոյը, Մասիսը իրենք ունեն այս պրակտիկան, այնպես որ սա ամբողջությամբ համայնքների տիրույթում է։ Մենք որպես ոլորտը համակարգող նախարարություն, որպես այդպիսին գործառույթ չունենք եւ նաեւ առարկություն չունենք։ Արձագանք։ Շնորհակալություն, այո, հարցը շատ է հետաքրքրում ավականներին, բազմիցս այդ հարցը բարձրացել են, այո, որպես ոլորտը համակարգող կարծում եմ կարելի է հորդորել կամ առաջարկել, որպեսզի բոլոր վայրերում այս պրակտիկան կիրառվի, այո, թեկուզ փոքր փոխհատուցման մասով, բայց փոխհատուցում տրվի, որովհետև կրկնում եմ գործառույթներ են անում, ինչ որ աշխատանքներ են անում, տասնյակ կիլոմետրներ գալիս են այդ ավականու նիստերին մասնակցեն եւ այլն։ Շնորհակալություն։ 10-ի մոտ այդպիսի համայնքներ ունենք, արդեն մի մասը թվարկեցի, ներառյալ Մայրաքաղաք, Երևանը, այնպես որ առարկություն որպես այդպիսին չունենք։ Սոնա Ղազարյան։ Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ընդհանուր է եւ կցանկանայի, որ կառավարությունը արձագանքեր ստեղծված իրավիճակին, տեղեկություն ենք ստանում, որ այժմ դատարանում եւ որ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը, մինի ցույց է տեղի ունենում եւ այդ ցույցի բազմամարդ ուրեմն տեսարժան կադրեր ստանալու համար ստիպողաբար հեծից եւ ոչ միայն հեծից մարդկանց անձնակազմին ստիպողաբար տանում են դատարանի մոտ, քրեորեն պատժելի արարք է իհարկե, եւ ես կուզեի, որ մեր բոլոր քաղաքացիները իմանան, որ օրենքով պաշտպանված են, բայց կցանկանայի, որպեսզի կառավարությունը արձագանքի եւ միասին մտածենք, թե ինչպես 2018 թվականից հավաքների ազատ մասնակցություն ապահոված կառավարությունը կարող են օգնել եւ այս ստրկատիրական ռեժիմից ազատենք մեր քաղաքացիներին։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հարցի համար։ Նախ կարծում եմ ինչ որ դուք ասցիք, եթե տահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին եւ իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ։ Երկրորդը, ես ուզում եմ արձանագրել հետեւյալը, որ տեսեք ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակներին էլ զգուշացնում էի եւ ասում էի, որ շուտով կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունենալու է փայաբաժին եւ բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկանց տանում էին ստիպողաբար ցույցերի, բոլորը ազատվելու են աշխատանքից։ Դա ես ասել եմ 2021 թվականի օգոստոսին եւ հունիսին եւ սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ ազատված էին աշխատանքից, նրանցից շատերը աղերսագրերով եւ մեղայագրերով հիմա գալիս են կառավարություն, ասում են մեզ խնդրում ենք հետ ընդունեք, սխալվել ենք եւ այլն եւ այլն։ Ես հիմա ասում եմ հետեւյալը. հեծի են աշխատողները, հեսա շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն։ Հեծի են աշխատողները, որոնք հիմա կֆիքսենք մենք, ովքեր այդ գործողությունը անում են եւ մարդկանց տիպողաբար ցույց են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն վայ, բա գիտեք եւ այլն, բոլորը ազատվելու են աշխատանքի։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ տղեկի նման, էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկը ոչ մեկին ներում չի լինելու, ոչ մեկին։ Հա, որ ամեն ինչ པարզ լինի։ Երկրորդը, այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն
կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, եթե հիմա ասենք ենթադրենք նրանց ոչ մեկ չի ազատվի, որովհետեւ մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար, իսկ ովքեր իրավապահ մարմիններին հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան եւ այլն, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Իսկ նրանք ովքեր ուղղակի կհրաժարվեն այդ տրամաբանությամբ մասնակցել որևէ հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չի ունենա, մենք կարողանանք նրանց պաշտպանել եւ պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Իսկ նրանք ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, հետո տաշիր պիցայում կարան աշխատեն, թե չեն կարող աշխատեն, վստահ չեմ անկեղծ ասած, որ կարան թեկուզ տաշիր պիցայում բան աշխատեն, որևէ բան, շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ դիտարկումների համար, ստացվում է, որ 18 թվականից ի վեր ազատագրել ենք ընտրությունների ինստիտուտը, չենք խառնվում, ազատագրել ենք դատարանները, չենք խառնվում, ազատագրել ենք մամուլը, չենք խառնվում, բայց մի բան է, երբ որ իշխանությունը չի խառնվում, մի բան է, երբ որ այնպիսի իրավիճակ է եւ այլոք են սկսում խառնվել։ Ժողովրդավարությունը նրա մասին է, որ քաղաքացու կամ արտահայտության վրա որևէ սուբյեկտ չկարողանա ճնշում գործադրել եւ ես լիահույս եմ, որ այս ազատագրական պայքարը այս իմաստով նույնպես իր հաջողությունը կունենա։ Գիտեք ինչ, ես այդ որ ասում եք չենք խառնվում, այդ որ այս այն դեպքն է, որ խառնվում ենք, չենք կարող չխառնվենք, որովհետև էլի եմ ասում, այն մարդիկ, ովքեր թքած ունեն հեծի վրա, մենք թքած չունենք հեծի վրա, որովհետև հեծը մեր պետական, ռազմավարական, կրիտիկական ենթակառուցվածքն է եւ մենք չենք կարող չխառնվել։ Հիմա այս հեծի բոլոր աշխատողներին կարճ ասած, ովքեր ներգրավված են, կոնկրետ ասում եմ, պատժվելու եք ոնց որ ԶՊՄԿ-ի այդ նույն կատեգորիայի աշխատողներն են պատժվել։ Հետո լաց կոց բան տենց բաներ չլինեն, չենք ընդունել ոչ մի բան։ Կարճ կոնկրետ, շնորհակալություն։ Գառնիկ Դանիելյանը դահլիճում չէ։ Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, Իրան-Իսրայել հակամարտությունը տարբեր հետևանքների հարկե կարող է ունենալ, բայց ես ուզում եմ խոսել Հայաստանում դրա հիմնականում սոցիալական հետևանքների մասին։ Եթե այս կոնֆլիկտը երկարաձգվի եւ ավելի մեծ ծավալ ստանա հատկապես, մենք կարծում եմ, որ չենք բացառում նաեւ փախստականների ներհոսք Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ արդեն նաև կան որոշակի ազդակներ սահմանին, երբ խոսքը գնում է օրինակ փախստականների խնդիրներից, այսպես ասեմ, մեղմ ասած այդ իրավիճակից օգտվողների մասին եւ այլն, հարցս հետեւյալն է, արդյոք մենք որոշակի քննարկումներ կամ նախապատրաստություն տեսնում ենք այս հարցի վերաբերյալ, այսինքն փախստականներին ընդունելու, դա կարող է լինել կացարանների ապահովման, չգիտեմ, հետագայում իհարկե նաև այլ սոցիալական խնդիրներ, ինչպես նաև դրան ավելի համակարգված լուծումներ տալու, այս ուղղությամբ ուզում եմ հասկանալ որևէ աշխատանք կամ քննարկում արկա է կառավարությունում, թե ոչ, շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Բաթոյան, ինչ խոսք խնդիրները բոլոր պոտենցիալ մոնիտորինգի տակ են ամենօրյա կտրվածքով, որովհետև այո, եւ փախստականների եւ լոգիստիկ խնդիրներ եւ էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր, պետք է մտածել, պետք է մշակել սցենարներ, որոնք X պահի կարող է պետք լինեն, բայց կարող է եւ պետք չլինեն, բայց այնուամենայնիվ մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում եւ մշակում ենք այս կամ այն սցենարներից ելնելով գործողությունների պլաններ։ Շնորհակալություն։ Արձագանք։
Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, ես նորից եմ կարևորում հատկապես համակարգային մոտեցումը եւ աջակցությունը, սկսած սահմանից տեղափոխումը, մարդկանց ընդունումը, նորից եմ կրկնում, իհարկե բնականաբար որևէ մեկի համար ցանկալի չի լինի, որ այդ իրավիճակ ունենանք, բայց չենք կարող երբևէ մտածել, որ այդ խնդիրներից կարող ենք խուսափել եւ իհարկե ես գիտեմ, որ նաև Հայաստանում մենք ունենք բնակ ֆոնդի, սոցիալական այդ բոլոր կարիքների ապահովման խնդիր, ես կարծում եմ, որ ավելորդ չէ նախապես պատրաստվելը, հետո իհարկե դրա կարիքը չունենալը։ Շնորհակալ եմ։ Համաձայն եմ, Տիկին Բաթյան, նման հարցերը տարածաշրջանում նման իրավիճակի պարագայում այդ հարցերը ինքնահոսի բնականաբար չի կարելի թողել, ես վստահեցնում եմ ձեզ, որ կոնսոլիդացված տարբեր գերատեսչությունների կազմով այդ հարցերը քննարկվում են, ուղղակի սցենարների մասով չի ցանկանա հիմա դետալիզացնել, որովհետև կան նուրբ հարցեր, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել, բայց սցենարներում այո, ձեր ասած խնդիրը, էներգետիկ խնդիրը եւ լոգիստիկ խնդիրը կա, իդեպ լոգիստիկ խնդիրներ արդեն իսկի հայտ են եկել, այդ իմաստով բնականաբար այդ ամեն ինչը կա եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում։ Դավիթ Կարապետյան, անում եք։ Բաբկեն Թունյան։ Շնորհակալություն։ Հարցը ուղղում եմ Արդարադատության նախարարին, Տիկին Գալյան, հարցը վերաբերում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Այդ ծառայությունը շատ օպերատիվ է աշխատում, երբ խոսքը վերաբերում է արգելանքներ դնելուն, գումարները գանձելուն, բայց կա նաև մեդալի հակառակ կողմը, երբ շատ դեպքերում հարկալինում գումարը վերադարձնել քաղաքացիներին, օրինակ երբեմն պարզվում է, որ քաղաքացին օրինակ բանկին վճարումը կատարած է եղել, բայց այդ ինֆորմացիան տեղ չի հասել կամ որևէ սխալմունք է եղել կամ ավել է եղել, այդ ժամանակ արդեն սկսում է իսկական գլխացավանք եւ քաղաքացիները ստիպված են լինում որևէ կառույցից գնալ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, այնտեղից են մի կառույց ու այսպես կարող է 2 օր անցկացնել այդ ճանապարհների վրա, վերջի այդ հարցը լուծում չստանա։ Ես ուզում եի հասկանալ այս խնդիրը ձեզ հասել է թե ոչ եւ այս ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարվում են թե ոչ։ Շնորհակալություն։ Հարցին պատասխանի Արդարադատության նախարար Սուրբ Գալյանը։ Շնորհակալություն, պարոն Թունյան, եթե ճիշտ հասկացա, ձեր հարցը վերաբերում է ենթադրաբար սխալ բռնագանձված գումարների վերադարձին, եթե ոչ արձագանքի ընթացքում խնդրում եմ ուղղել ինձ, եթե դրան է հարցը վերաբերում կամ առհասարակ քաղաքացի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կոմունիկացիային եւ թե ինչպես ենք մենք դա ապահովում, ապա ներկայում այդ ուղղությամբ բավականին շատ քայլեր ունենք իրականացնելու եւ ձեր հարցի պատասխանը բոլոր հարցերի պատասխանը, որոնք վերաբերում են կոմունիկացիային, թվայնացման օրակարգի շրջանակներում է եւ այժմ կատարելագործվում է այն հարթակը, որով հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը էլեկտրոնային ծառայություններ է մատուցում քաղաքացիներին եւ շուտով ունենալու ենք այդ հարթակի թարմացված տարբերակը, որտեղ դիմատուները, քաղաքացիները կարող են բարձրացնել իրենց ուզող հարցերը եւ ստանալ արագ արձագանք դրանց պատասխանների տեսքով։ Արձագանք Ես կոնկրետ օրինակով ասեմ, Տիկին Գալյան, օրինակ քաղաքացին պարտավորություն է ունեցել որևէ ֆինանսական կառույցի նկատմամբ, չի կատարել, դա գնացել է, հասել է արդեն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ինքը վճարել է, այսինքն բանկի հետ պարտքի պահանջ չունի եւ սպասում է, որպեսզի իր հաշիվները արգելափակվեն։ Ու այդ ժամանակ արդեն դա բավականին երկարատևում իրանից ինչ-որ տեղեկանք են ուզում, հետո բարձում է տեղեկանքը սխալ է, միատել է գնում, հետո տանելուց հետո բարձում է դա այն տեղեկանքը չէր, որը պիտի լիներ, ներկայացնելուց ու հավաստանալուց հետո մինչև այդ հաշիվները բացվում, մի հատ ուրիշ խնդիր է առաջ գալիս։ Այսինքն այդ կոմունիկացիան արագությունը ու այդ ներվային համակարգը մարդկանց համար իսկական գլխացավանք է դարձել հաշվի առնելով այդ մեծ ծավալը, որի հետ գործում ենք։ Շատ լավ, պարոն Թունյան, այստեղ խնդիրը կարծում եմ
քաղաքացու կողմից նաև հարցի ճիշտ մատուցման հետ է կապված, առհասարակ խնդիրները լուծվում են դիմումների հիման վրա, ընդհանրապես հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ճշտում է արդյոք այդ գումարը փաստացի փոխանցվել է թե ոչ, որպեսզի կարողանա արգելանքից հանել համապատասխան բանկային հաշիվը։ Կարծում եմ խնդիրը ավելի տեխնիկական բնույթ ունի, քան բովանդակային, եւ մենք կփորձենք կատարելագործել այս ուղղությամբ մեր աշխատանքը եւ ունենալ ցանկալի արդյունք։ Էդգար Հակոբյան։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Խուդատյանին։ Պարոն Խուդատյան, հարցս վերաբերվում է հաղթանակ թաղամասի հետ կապված խնդիրներին, որին նաև գիտեմ դուք ծանոթ եք։ Իստերից մեկի ժամանակ մեր գործընկեր Տիկին Դավոյանը նույնպես մատնանշեց խնդիրը եւ եթե չեմ սխալվում, թաղամասի բնակիչների հետ հանդիպում պետք է լիներ։ Խնդրեմ ասեք, հանդիպում եղավ արդյոք եւ ինչ քննարկվեց, ինչ հնարավոր լուծումներ որոշվեց, որ պետք է լինի։ Նաև նշված հատվածում հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հետ կապված լուրջ խնդիր կա, որի հետ կապված կարծում եմ նույնպես տեղյակ եք, որ միլիոնավոր դոլարներ է ծախսվել եւ Շերամ փողոցում այնտեղ կա հատված, ավարտված չի ճանապարհահատվածը, որի արդյունքում խցանումներ ա լինում եւ Մալացիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության մոտավոր 80%-ը նաև Երևանի ընդհանուր բնակչությունից շատ մարդ բախվում է հետևյալ խնդիրներին, խցանումների մեջ մնալով երբեմն ժամերով։ Խնդրեմ այդ հետևյալ խնդիրների հետ կապված ասեք ինչ հնարավոր լուծումներ կա եւ ինչ ժամկետներում։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Հակոբյան։ Հայ ինչպես պայմանավորվել ենք հաղթանակ թաղամասի բնակիչների հետ նախորդ նիստերից մեկից պայմանավորվելուց անմիջապես հետո հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպանը մասնակցել է նաև Տիկին Դավոյանը, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները, նաև տարածքային զարգացման հիմնադրամի մեր գործընկերները։ Այնտեղ բարձրացվել է հարցերի մի խումբ շրջանակ, որոնց մի մասը մասնավորապես ջրագրի ծերի փոփոխության հետ կապված լուծվել են այդ հարցերը, կան որոշակի հարցեր, որոնք հասցեագրվել են պատասխանատու գերատեսչություններին, դրանք հիմնականում գերեզմանատան գտնվելու վայրով պայմանավորված որոշակի խնդիրներ են հողի նպատակային նշանակության հետ կապված, որոնք համեմատաբար ավելի երկարատև լուծումներ են պահանջում եւ այդ հարցերով գործընկերները զբաղվում են։ Արձագանք։ Պարոն Խուդատյան, նշված խնդիրները, որ ասեցիք կոյուղիների հետ կապված որ լուծվել են, այնտեղ ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրեմ այն հանգամանքը, որ կարող է հնարավոր է որ լուծվել է, կոյուղիները քաշվել է, ջրագծերը եւ կոյուղու հետ կապված հարցերը լուծվել են, բայց այնտեղ թաղամասում միշտ ճանապարհները փոշու մեջ կորած են, կարելի ասել, նրանով պայմանավորված, որ աշխատանքները ավարտին է հասել, բայց ասֆալտապատման աշխատանքներ չի արվել, ինչը որ մեծ դժգոհություն առաջացնում էր հայրենակիցների հետևյալ շրջանում, հայրենակիցների շրջանում, խնդրեմ ուշադիր լինեք հետևյալ հարցին, եթե հնարավոր է խնդիրը արագ լուծվի, շնորհակալություն։ Շատ լավ, այդ օրը հարցերի որոշակի շրջանակի ենք անդրադարձել եւ այն հարցերը, որոնց անդրադարձել ենք, արդեն ասացի դրանց մասով ինչ աշխատանք է տարվել։ Կուզեմ նաև նախորդ հարցին անդրադառնալ հյուսիս-հարավի հետ կապված, ընդհանուր առմամբ օգտվելով առիթից կուզեմ ասել, որ հյուսիս-հարավի Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են ընթանում։ Մենք պլանավորում ենք եռաշերտ ասֆալտապատում իրականացած այդ ճանապարհը այս տարվա տարեվերջին արդեն ամբողջությամբ պատրաստ լինի։ Վատագույն դեպքում մեզ այնտեղ կմնա գծանշման եւ կահավորման աշխատանքներ իրականացնելը, որը կիրականացնենք գարունը վաղ։ Մյուս մասով Երևանի հատվածի մասով վստահ եմ տեղյակ եք մենք այնտեղ կապալառուի հետ կապված խնդիրներ ենք ունեցել, այս պահին քննարկում ենք նաև այդ հատվածի շինարարությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցը եւ վերսկսելուց հետո արդեն դրա ավարտի մասով կկարողանամ ժամկետներ ասել։ Մյուս հատվածներում աշխատանքները լայն թափով ընթանում են, հիմնական հատվածներում արդեն ավարտված են եւ կահավորման աշխատանքներ են ընթանում, իսկ Լանջիկից դեպի Գյումրի հատվածը բաց է երթևեկության համար, չնայած որոշակի աշխատանքներ կան այնտեղ իրականացնելու։ Լիլիթ Մինասյան։
Շնորհակալություն, հարցը ուղղում եմ բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հարապետյանին։ Պարոն Հարապետյան, ձեզ եմ ուղղում այս հարցը, որտեղ կարծում ձեր նախարարությունը լիազորություններ ունի մեր հանրության շրջանում տեղեկատվական անվտանգության մասով։ Երեք երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի էին ունենում իրավական պրոցեսներ, Ռուսաստանի Դաշնությունից պրոպագանդայի աստվածներ իրենց համարող ոմանք, մասնավորապես Մարգարիտա Սիմոնյանը, ինչու՞ չէ նաև պետական հաստատության ներկայացուցիչներ, Զախարովան, Պետդումայի ներկայացուցիչներ հայտնում էին իրենց աջակցությունը այդ իրավական process-ում, այսինքն փորձում էին միջամտել այդ իրավական process-ի ելքերին եւ հայ հասարակության հայտնի դարձավ մի տեսանյութ, որտեղ այդ պրոպագանդայի դուրսպրծուկներից մեկը իրեն թույլ է տալիս հերթական անգամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության, ինչու՞ չէ նաև ընտրված վարչապետի նկատմամբ անթույլատրելի խոսույթ։ Եվ այդ տեսանյութը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում շատ լրատվամիջոցների կողմից, ինչու՞ չէ նաև հեռուստատեսությամբ։ Ես գիտեմ, որ հանրային մուլտիպլեքսում այդ հաղորդումը չի հեռարձակվում, բայց ինձ թվում է, որ կաբելային TV-ները կարող են այդ հաղորդումը հեռարձակել։ Արդյոք դուք որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ որևիցե գործողություն կամ նպատակահարմարություն տեսնում եք արդյոք մեր հասարակությանը զերծ պահել նման հիբրիդային պատերազմի գործիքներից, որը տեղի ունենում մեր դարավոր բարեկամ երկրի պետական հեռուստատեսությամբ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի բտանախարար Մխիթար Հարապետյանը, ներողություն։ Հարգելի Տիկին Մինասյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ինչպես արդեն գիտեք, դեռևս նախորդ տարի այն դրսևորումները, որոնք երեք հասանելի են դարձել համացանցային տիրույթում, դեռ նախորդ տարի երկու տարբեր դրվագներով եւս դրսևորվել են եւ մենք ստիպված ենք եղել այդ հաղորդումը տվյալ երևույթի արգելափակել։ Դուք ձեր խոսքում արդեն իսկ նշեցիք, որ հանրային մուլտիպլեքսում արդեն իսկ ամիսներ շարունակ այդ հաղորդումը, ինչպես նաև տվյալ երևույթի մասնակցության որևէ հաղորդաշար չի հեռարձակվում եթերով։ Սա հեռուստա հաղորդումների առաջին շերտն է հանրային մուլտիպլեքսը։ Սակայն մենք ունենք եւս երկու շերտ։ Երկրորդ շերտը IPTV OTT կամ ցանցային օպերատորներն են, որոնք հաճախ մեր խոսույթում մենք ասում ենք մալուխային հեռուստատեսություն։ Այստեղ մենք արդեն իսկ վերջնականացրել ենք եւ կարծում եմ հաջորդ նստաշրջանում ազգային ժողովում կքննարկվեն տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նոր փաթեթը, որը պարտադիր կդարձնի նաեւ հեռուստաբովանդակության նկատմամբ մեր ակնկալիքները եւ պահանջները նաեւ երկրորդ շերտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար, այսինքն IPTV, OTT կամ ցանցային օպերատորներով հեռարձակվող հեռուստաալիքների համար։ Եվ կա երրորդ շերտ, դա համացանցն է, այն ինչ երեկվանից այսօր տարածվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի կողմից, որոնք նաև առանձին դեպքերում յուրօրինակ ցնծությամբ եւ էյֆորիայով տարածվում են արդեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, վերաբերում է այն հաղորդմանը, որը հասանելի է եղել ռուսաստանյան լսարանի համար։ Այսինքն ռուսաստանաբնակ մեր երևի տասնյակ հայրենակիցներ մեծ ոգևորությամբ տարածել են համացանցային տիրույթում, ընդ որում, որը այս պատմության մեջ ամենամեծ ողբերգությունն է, ընդ որում հիմնական մասը ֆեյքեր չեն, մեր հայրենակիցներն են, մեծ ցնծությամբ են տարածել եւ ըստ էության քաջալերող խոսքերով են հանդես եկել հոգուտ այդ երևույթի եւ այդ հաղորդաշարի։
ԲՏԱ նախարարությունը իր աշխատանքը, տնային աշխատանքը դեռևս նախորդ տարի կատարել է հանրային մուլտիպլեքսի համար։ Առաջիկայում ձեր օգնությամբ հարգելի պատգամավորներ մենք հույս ունենք, որ նաև կկարգավորենք եւ ցանցային օպերատորների համար կսահմանենք այն բոլոր կարգավորումները հեռուստաբովանդակության կոնտենտի համար, որը գործում է հանրային մուլտիպլեքսի, իսկ ինչ վերաբերում է համացանցին, դա արդեն կոմպլեքս խնդիր է, որի համար համապատասխան ռեսուրսների եւ գործառույթների ներգրավման պարագայում մենք նաև այդ հատվածին եւս կանրադառնանք առաջիկայում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Պարոն Հայրապետյան, ես գրեթե համոզված եմ, որ այդ մարդիկ, ում դուք մատնանշում եք, ովքեր ցնծությամբ կարող են տարածել այդ դուրսպրծուկի տեսանյութը, հիբրիդային պատերազմի զոհեր են։ Չի կարող մարդը տեղեկատվական դաշտում ունենալ նման աղբյուր ու անընդհատ լսել եւ չլինել նման մտածելակերպի անձնավորություն։ Ես կարծում եմ, որ մենք եւ ես վստահ եմ, որ այս 1 տարվա ընթացքում այդ հիբրիդային պատերազմի գործիքները Հայաստանի Հանրապետության տարածքում լայնանալու են եւ տարածվելու են։ Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ արագ լուծում տանք, մանավանդ TV-ներում, կապ չունի IPTV-ում, թե հանրային մուլտիպլեքսում, TV-ներում այն ալիքների հեռարձակումները, որոնք որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ անկախության դեմ ուղղված խոսույթ են պարունակում։ Եվ վերջին տեսանյութը դրա վառ ապացույցն է։ Շնորհակալություն։ Տիկին Մինասյան, փորձեմ այսպես արձագանքել։ Այն ինչ տեխնիկական է, որը հնարավորություն է տալու պաշտպանել մեր հեռուստադիտողին, ընդհանրապես մեր քաղաքացիներին տեղեկատվական հարձակումներից, մենք այդ հանձնառությունը ունենք եւ ըստ ժամանակացույցի գնում ենք այդ ճանապարհով։ Ես փորձեցի նաեւ իմ խոսքում նշել։ Բայց նաեւ հիմնարար մեկ այլ խնդիր կա, ֆունդամենտալ մի բան, որը նորից մենք շատ հաճախ խոսում ենք կրթությունից, դա վերաբերում է մեդիա գրագիտությանը, այստեղ թե կառավարությունը, թե ազգային ժողովը մեծ անելիքներ ունեն, որովհետեւ մեդիա գրագիտությունն է նաեւ հանրության շրջանում գրագիտության բարձրացումը, որ կիբեր հարցակումների, տարատեսակ տեղեկատվական հարցակումներից կպաշտպանի մեր քաղաքացիներին, այստեղ մենք դեռևս շատ եւ շատ անելիքներ ունենք եւ այստեղ նաեւ հույս ունեմ, որ կիբերանվտանգության մասին օրենքը, որ առաջիկայում քննարկվելու է ազգային ժողովում, նաեւ հասցեագրելու է մի շարք հարցերի լուծում։ Այսինքն այս առումով մենք երկու տիպի խնդիր ունենք։ Առաջինը տեխնիկական արգելափակել բոլոր խողովակները եւ հոսքերը, որոնք հնարավոր է տեխնիկական միջոցներով, որոնք որպես այդպիսին տեղեկատվական պատերազմի, հիբրիդային պատերազմի դրսևորում են մեր քաղաքացիների նկատմամբ եւ մյուս կողմից համապատասխան ռեսուրսներ կենտրոնացնել հանրության շրջանում կիբեր հիգիենայի ապահովման եւ մեդիա գրագիտության աստիճանի բարձրացման։ Շնորհակալություն։ Արուսակ Ջուլհակյան։ Շնորհակալ եմ։ Կառավարության հանրագարժան անդամներ, հարցը ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ, վեհարանը ազատելու, վեհարանը իրապես վեհին վերադարձնելու ձեր խոսույթին ի պատասխան, կարծես թե առանձնապես առարկություններ չեն հնչում առ այն, որ վեհարանը ապօրինաբար զբաղեցնող անձը խախտել է ուխտը կուսակրոնության եւ ունի զավակ։ Սակայն թվում է, թե արդարացումների փորձ է կատարվում, մասնավորապես որպես փաստարկ նշվում է, որ օրինակ նաև Գրիգոր Լուսավորիչն է ունեցել զավակ, արդյոք այս արդարացումները ձեզ համար համոզիչ են եւ որևէ բան ձեր ընկալումներում փոխում են խնդրի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, իդեպ լրացնելով հարցը, նաև Գուգարաս թեմի առաջնորդն է անդրադարձել հարցին դատարանի բակից, ինչքան էլ տարօրինակ չէ, ասելով, որ կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի կանոնական հարց է, այլ ոչ թե աստվածաբանական դոկտրինա։ Այս առումով էլ խնդրեի։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գիտեք, տեսեք, նախ եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիչ Ներսիսյանը ներկայացնի հանրությանը իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը մի րոպե, Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել հանրությունից
իր զավակներին, որովհետև նա միջև Հայաստանի քրիստոնեություն ընդունվելը եկեղեցու հիմնադրումը այնուամենայնիվ մի քիչ այլ կարգավիճակ է ունեցել։ Երկրորդը, Գրիգոր Լուսավորչի մահից 25 կամ 26 կամ 27 Գրիգոր Լուսավորչի մահվան տարին մի քանի տարբերակներ կա, անց տեղի ունեցել, ելն եմ ասում, Աշտիշատի ժողովը, եկեղեցական ժողովը, Արշակ երկրորդ թագավորի օրոք եւ Ներսես մեծ կաթողիկոսի օրոք եւ Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն։ Եվ դրանից հետո ես մի հատ երկրորդ գիրքը արդեն բերեցի ինձ հետ, Կանոնագիրք հայոցը, որը էլի եմ ասում, շատ կարևոր է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրության նախարարությունում գրանցված Հայաստանի այդ ծառայքելական եկեղեցու Սուրբ եկեղեցու կանոնադրության համաձայն ունի իրավաբանական ուժ այս գիրքը։ Եվ ահա Աշտիշատի ժողովից հետո էլի ժողովներ են տեղի ունեցել, որոնք հետևյալ կանոններն են սահմանել։ Ես հիմա մի քանիսը կընթերցեմ ուղղակի։ Կանոնագիրք կանոն Գրեմիա Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարգսակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն։ Երթմնազանցությունը տվյալ դեպքում նաև կուսակրոնության ուխտագիրը ստորագրած խախտելու մեջ է։ Հաջորդ կանոնը Շահապիվանի ժողովի կանոնը, որը ասում է. կանոն Ա. Եթե եպիսկոպոսը պղծության, պոռնկության կամ ուրիշ վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, աթոռից եւ իշխանությունից մերժվի եւ քահանայություն չանի։ Կանոնը դա, օրենքը, սահմանադրությունը։ Հաջորդը Շահապիվանի կանոնագիրք կանոն Բ. Եթե քահանան պղծության, պոռնկության, վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, քահանայություն չանի, այսինքն պետք է զրկվի։ Հաջորդը էլի Շահապիվանի ժողով եպիսկոպոս 3 կամ սարկաված կամ պաշտոնյաներից կամ ուխտավորներից որևէ մեկը չհամարձակվի տանտիկին պահել, ինչպես մծղեից սովորությունն է։ Մծղեները աղանդավորներից կարծեմ Պավլիկյաններին էին այդպես անվանում, եթե հայտնվի այդ ու հաստատվի, կարգալույծ լինի հանցավորը։ Սա ասում եմ այն դեպքի համար, երբ որ կասեն, չէ, դա պոռնկության կամ շնության դեպք չի, այլ ընտանեկան, բան ստվերային, բայց հարաբերությունը։ Ասում է, եթե տանտիկին պահի, կարգալույծ լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում։ Սա Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու կանոններն են, հաստատված դար, մեր պապական ավանդույթով։ Ես որ արձագանքեք, ես էլի կշարունակեմ, որ չարաշահեմ։ Արձագանք։ Խնդրեմ շարունակեք, պարոն վարչապետ։ Պարսեղ մեծի կանոնները, էլի ես կանոնագրքից է, ինչ որ ասում եմ, այստեղից է։ Կանոն Ժ. Կույսերը, որոնք մի անգամ խոստացել են նվիրել իրենց Քրիստոսին, եթե մարմնավորական աղտի մեջ կընկնեն, անարգում են այն ուխտը, որ դրել են Աստծու հետ, դրանց մեղանչումը ավելի չար է, քան արյունը։ Այդպիսի կույսը շնացողի պատժին է արժանանում։ Հաջորդը իթ կանոնը, կույս լինելու խոստում անողը, եթե երթմնազանց լինի, շնացողի ապաշխարանքին ենթարկվի, նույն պատժին ենթարկվեն կուսակրոնության խոստում տվողները, որոնք այդ ուխտը խախտել են։ Այսինքն հասկանում եք, այստեղ Գրիգոր Լուսավորչի զուգահեռը ընդհանրապես տեղին չէ։ Էլի ասում եմ, հայ առաքելական եկեղեցու կանոնների մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը ոչ միայն կաթողիկոս լինելու իրավունք չունի, այլ որևէ քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի։
որովհետև նա այս կանոնների համաձայն պղծության, շնության, պոռնկության եւ այլն մեղքերի բերումով դադարում է լինել եպիսկոպոս, դադարում է լինել քահանա, դադարում է լինել կաթողիկոս, ամեն շատ պարզ է, ըստ հայ առաքելական եկեղեցու կանոնների եւ ավանդի։ Ես այս ավանդն եմ պաշտպանում։ Նրանք պղծում են մեր եկեղեցու դարեդար ավանդված կանոնները։ Շնորհակալ եմ։ Թագուհի Ղազարյան։ Շնորհակալություն։ Հարցը սուղում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, երեք դուք այստեղ զեկուցում եք տարեկան բյուջեի կատարողականը եւ ձեզ հարցեր ուղղվեցին ավելի շատ մեր կողմից, քան ընդդիմադիրների, բայց ձեր հեռանալուց հետո այսօր ելույթների ժամանակ մի զգալի հատված նվիրված էր ձեր ոլորտների բյուջեի կատարողականին եւ նաեւ ոլորտի կառավարմանը մի քանի դիտարկում հասցրի առանձնացնել, չգիտեմ ինչու ձեզ չեն հարցնում, այլ որպես ելույթներ են մեր գործընկերներ ընդդիմադիր, մտածելով, որ դա այդպես շատ վստահ տոնով ասելով կարող են տպավորություն ստեղծել, թե ճշմարտությունն են ասում։ Մի քանի դիտարկում կուզեի առանձնացնել եւ եթե դուք էլ ինչ-որ բան ֆիքսել եք, կխնդրեմ անդրադառնալ այդ պնդումներին, որպեսզի անարձագանք չմնան։ Մեր գործընկերներից մեկը պնդում էր, որ Ագրարային համալսարանի մեր ծրագրերը չեն աշխատում, կրթաթոշակների ծրագրերը, որոնք ներդրել ենք ոլորտի բարեփոխման եւ մասնագետների ներգրավման համար, կուզեի անդրադառնալ սրան։ Մեկ նույն գործընկերը պնդում էր, որ այդ գյուղատնտեսական ինստիտուտները 19 թվականին միացրել ենք Ագրարային համալսարանին, այսինքն կեղծ պնդումներ էին անում դրա հետ կապված։ Մի ուրիշ գործընկեր ակադեմիական քաղաքի նախագիծը անվանեց փուչիկ եւ ներդրումները վատնում այդ նախագծում մեկ ուրիշ գործընկեր էլ անպագորգոր հայտարարություններ էր անում բուհերի քաղաքական լծվածության մասին, մինչդեռ այստեղ մենք ունենք ուղիղ հակառակ իրավիճակը, ինչպես իմ գործընկեր Սոնա Ղազարյանն էր ասում, կան տեղեր, որտեղ որ մենք չենք միջամտում եւ մարդիկ մտածում են, որ կարող են իրենք միջամտել եւ դարձնել իրենց կուսակցությունների ֆիլիալները։ Կուզենայի անդրադառնալ այս հարցերին, մնացածի մասին արձագանքի ժամանակ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, հարցի համար մի քիչ արդար չի, որովհետև նրանցից յուրաքանչյուրը առնվազն 10 րոպե ուներ։ Ես պետք է փորձեմ ավելի կարճ ժամանակում այդ բոլոր հնչած տարօրինակ մտքերին անդրադառնալ, բայց փորձեմ։ Որովհետև սա այն դեպքն է, երբ որ ոչ թե ուղղակի մեկնաբանություններ եմ անելու, այլ զուտ փաստեր եմ բերելու Ագրարային համալսարանի մասին։ Ագրարային համալսարանում 2024-25 ուսումնական տարում 23-24 ուսումնական տարվա նկատմամբ ունեցել ենք ընդունելության 67% աճ։ Նախորդ տարի 1924 ուսանող դարձել է ագրարային ոլորտի կրթություն ստացող ուսանող եւ վաղը համալրելու է այս ոլորտում կադրային պահանջարկը։ Սակայն սա ամբողջ պատմությունը չի։ Ինչպես հիշում եք, գերակա կրթաթոշակների մասին որոշումը կառավարությունը կայացրեց նախորդ տարի օգոստոսի վերջին եւ պարզ է, որ դրա ազդեցությունը ընդունելության վրա մենք կարող էինք տեսնել այս տարվա գործընթացների ժամանակ եւ մի ցուցանիշ բերեմ։ Այս տարի գերակա մասնագիտություններով, որտեղ 70,000 դրամ կրթաթոշակի հնարավորություն է ընձեռվում ագրարային ոլորտում, 88.46% աճ ունենք դիմելիության։ Սա այն ցուցանիշն է, որը որ ուղղակի վկայում է այդ ծրագրի ազդեցության մասին։ Եվ սա դեռ առաջին տարին է, եւ վստահ եմ, որ այս ծրագրի գործունեության հաջորդ տարիներին այս ցուցանիշները ել ավելին են լինելու եւ սա նաեւ ցույց է տալիս, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում։ Սա ամբողջը չի։
Երեք պարոն Խաչատրյանը ինչ-որ պնդումներ էր անում 3 ինստիտուտների մասին, որոնք միավորվել են 19 թվականին Ագրարային համալսարանին եւ հարցնում էր կան արդյոք այդ ինստիտուտները եւ այսօր այստեղ ինչ-որ մարդիկ մեզ հարցնում էին արդյոք մենք չենք ամաչում, անկեղծ ասած ես հիմա ամաչում եմ եւ պարոն Խաչատրյանի փոխարեն, որովհետեւ կարծում եմ, որ падգամավորը որևէ հարց հնչեցնելուց առաջ գոնե թե պետք է տարրական փաստ ստուգի։ Այդ բոլոր 3 ինստիտուտները, Երկրագործության գիտական կենտրոնը, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության կենտրոնը, Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը գործում են էկոնոմիկայի նախարարության ներքո, ինչպես եւ գործել են եւ շարունակում են ստանալ բյուջեից ֆինանսավորում կարևոր գործունեության համար, իհարկե առաջիկայում բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական ինստիտուտներին միավորման գործընթացի շրջանակներում նաեւ կքննարկվի դրանց հետագա գործունեության ավելի նպատակահարմար վայրը։ Ժամանակը ավարտվեց, ցավոք մնացածը արձագանքի ժամանակ։ Արձագանք Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, առիթից օգտվելով ասեմ, որ այս ամսվա 27-ին մենք ունենք խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի վերաբերյալ եւ հույս ունեմ այնտեղ բոլոր հարցերին անդրադառնալու հնարավորություն կունենանք եւ շարունակեք արձագանքել մնացած մասին հարցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ակադեմիական քաղաքը փուչիկ անվանող բոլոր դիտարկումներին Ես մի պատասխան ունեմ տալու, ինչպես միշտ այդ պատասխանը աշխատանքն է։ Մենք այսօր ակադեմիական քաղաքի մասին խոսում ենք, երբ որ հիմնական հարցադրումները հնչում են, արդյոք քաղաքը կլինի 30 թվականի ապրիլի 1-ին, թե ապրիլի 28-ին։ Եվ սա այդ աշխատանքի վկայությունն է, որովհետև եթե մենք միասին հասել ենք խոսակցության այն մակարդակին, որ քննարկում ենք քանի ամիս առաջ կամ հետո է քաղաքը լինելու, մի բան է տեղ անվիճելի է, քաղաքը լինելու է։ Իսկ որ լինելու է, դա վկայում է մեր ընթացիկ աշխատանքը միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք առաջին անգամ չի, որ նման քաղաքներ են կառուցել, եւ ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո մենք նաեւ կոնկրետ աշխատանքներ ենք տեսնելու ակադեմիական քաղաքի տարածքում արդեն տարածքի մաքրման, հողաշինարարական ճանապարհների եւ մյուս ենթակառուցվածքների ուղղությամբ աշնանն կունենանք մեծ կոնֆերանս, բոլոր թերահավատներին հրավիրում եմ գան, լսել եւ միանան այդ մեծ աշխատանքին, որովհետեւ դա մեր հանրության եւ մեր զարգացման համար ամենակարևոր ծրագրերից մեկն է։ Ես բուհերի քաղաքականացման մասին եթե թույլ կտակ ընդամենը մեկ նախադասություն, գիտեք, ուղղակի չի կարելի։ Կրթական համակարգը վերջապես շնչում է։ Մարդիկ օձիք են թափ տալիս, կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ։ Իսկ ովքեր խոսում են բուհերի կուսակցականացումից, թող գնան տեսնեն ինչպես են բուհերի շենքերը տվել կուսակցական գրասենյակների տակ, հենց նույն Ագրարային համալսարանում։ Շնորհակալություն։ Քրիստինե Պողոսյան։ Դահլիճում չէ, Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ արտգործնախարարին։ Այս ամբողջ գիշեր Ռուսաստանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսափողները չքնեցին եւ իրար հերթ չտալով իրենց աջակցությունը հայտնեցին իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին։ Իհարկե մենք սրա մեջ խնդիր չենք տեսնում, մինչև այն կետը, երբ որ այդ աջակցության տեքստերում կոչ էր արվում Հայաստանում ներքին քաղաքական կյանքին խառնվելու։ Ես ինձ հետաքրքիր է պարոն Միրզոյան, արդյոք հասցրել եք շփվել ռուսաստանյան ձեր գործընկերների հետ եւ փոխանցել մեր անհանգստությունը, եթե ոչ զայրույթը։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես երեք ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահարչակ այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ Անմիջապես հետո նմանա բովանդակ
դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաև ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում եւ խորհրդարանի պատգամավորների, այդ թվում եւ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, մենք էլ սպասենք արձագանքին։ Պարոն Միրզոյան, նաև առաջարկում եմ առիթ օգտագործել եւ խոսել մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության, միգուցե նաև, նրանց տեղափոխման հետ կապված ինչ գործ է անում մեր կառավարությունը։ Սրա մասին շնորհակալ եմ։ Գիտեք, ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Մեր մոտեցումը այս հարցին հանրահայտ է եւ ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը, բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում են դա հաջողվում։ Այս պայմաններում մենք ոչ միայն մեր հայրենակիցների Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագմամբ քաղաքացիների մասին խոսք առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների որ հումանիտար հարցի մասին ենք խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման կամ, չգիտեմ, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու, ուրեմն process-ի մեջ ենք, այսպես ձևակերպեմ։ Եթե չեմ սխալվում, 3 թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ օրինակ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի ուրեմն սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, նաև կարող եմ ասել աֆրիկյան մի քանի պետություններ, Զիմբաբվեն, օրինակ Չինաստանի քաղաքացիներ, Ֆրանսիայի քաղաքացիներ, Միացյալ Նահանգների քաղաքացիներ, սա շարունակական process է եւ ինչպես կարող ենք գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Գերամ Նազարյան։ Միջ հարցը տալը ես այսօր համացանցում Facebook-ում մի տեղեկություն տեսա, որ Իրանից եկող քաղաքացիներին, այդ թվում մեր հայրենակիցներին, ոմանք դիմավորում են մեծ խանդավառությամբ եւ մեղրի Երևան տեղափոխման համար պահանջում են $300 գումար։ Ես ուղղակի խնդրում եմ, եթե ինչ-որ կերպ հնարավոր այդ ամոթալի process-ը կանխել, ինչ-որ ձևերով կանխել, իսկ հարցս վերաբերում է կրթությանը։ Ամիսներ առաջ ես մի առաջարկ արեցի, որ ինչ-որ պահից դպրոցներում, իհարկե սա վերաբերում է հիմնականում Երևանին, որ աշակերտների թիվը չգերազանցի 20-21-ը, լսեցի պատասխան, որ շուտով դա լինելու է, բայց ոնց որ դա դեռ չկա եւ երեխաները սովորում են, չգիտեմ ինչ պայմաններում, այսինքն կրթություն որպես այդպեսին ձևական է դառնում, որտեվ 30, 36, 38 աշակերտի դեպքում դա կրթություն չի, դա զբաղմունք է, երբ է այդ փոփոխությունները լինելու եւ մի առաջարկել համաձայն չեք արդյոք որ պետք է սահմանափակվի դասարանների թիվը, եթե խոսքը ոչ վճարովի դպրոցների մասին է, որովհետեւ ունենք դպրոցներ Երևանում, որոնք այնտեղ երեխեքին տանում են միայն նրա համար, որ հարուստ ծանոթ գտնեն իրենց երեխեքին այդ դպրոցը տանելու 3-4 դպրոց է, ուղղակի սահմանափակենք դասարանների թիվը 4-ով, նպաստենք մյուս դպրոցներում էլ զարգացմանը եւ կուզեի լսել ձեր կարծիքը։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Շնորհակալություն պարոն Նազարյան, հարցի համար նախ ասեմ, որ այս պահին ոնց որ թե դասեր չկան դպրոցներում, ամառային արձակուրդներ են եւ փոփոխություններին պետք է սպասել սեպտեմբերից, բայց ինչ վերաբերում է դասարաններում երեխաների թվին, ապա այդ փոփոխությունները եւ ես կարծես նախորդ անգամ էլ այդ մասին խոսեցի, այնպիսի փոփոխություններ են, որոնք բացի իրավական ակտի փոփոխությունից, որն արդեն իրականացված է, խոսքը դասարանների կազմավորման կարգի մասին է, որը կառավարության որոշմամբ է հաստատվում, եւ այդ որոշումը կառավարությունը արդեն ընդունել է, դրանք պահանջում են նաեւ միջավայրի հարմարեցումներ, որովհետեւ այն, որ դասարաններում երեխաները լինեն ոչ թե 35, այլ 25-ը, նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ թվով դասարաններ ունենալ դպրոցներում։ Իսկ սա նշանակում է, որ ֆիզիկական շենքերում պետք է ունենանք այդքան սենյակներ։ Բացի դրանից, սա նշանակում է, որ մենք կարիք կունենանք հավելյալ ուսուցիչների, որովհետև մի բան է, երբ որ դպրոցը ունի 10 դասարան, մեկ բան է, երբ որ մենք դասարաններում երեխաների թիվը փոքրացնում ենք եւ ունենում ենք օրինակ արդեն 20 դասարան։ Եվ այս պարագայում բնականաբար թե ուսուցիչների արկայության եւ թե նաեւ ֆինանսական հարցերի պլանավորման խնդիր է առաջանում եւ հենց դա է պատճառը, որ մենք այս որոշումը կայացրել ենք մի քանի տարի առաջ, որպեսզի համակարգը ժամանակ ունենա պատրաստվելու եւ ֆինանսական առումով էլ պլանավորենք մեր գործողությունները եւ կարծում եմ, որ առաջիկայում նաեւ բյուջետային քննարկումների ժամանակ մենք այդ որոշումները կկայացնենք ամենաճիշտ նպատակահարմար ժամկետի համար, որովհետեւ այստեղ պետք է ձեզ մի բան էլ հիշեցնեմ, ես բյուջեի կատարման զեկույցում այդ թվերը հնչեցրեցի 2019-ի նկատմամբ հանրակրթության ֆինանսավորումը, այսինքն դպրոցների պահպանման ծախսերը աճել են շուրջ 40%-ով։ Եվ սա այն գումարն է, որ մենք ավել ենք տալիս, որպեսզի դպրոցներում կրթության որակը բարձրանա եւ դրանք ուղղվել են ամենատարբեր ուղղություններով, որոնք ես մանրամասն ներկայացրեցի։ Բնականաբար այս ճանապարհով գնում ենք, բայց կարծում եմ, որ պետք է որոշակի ուրեմն նաեւ ժամանակ վերցնենք փոփոխությունները պլանավորված ու ճիշտ անելու։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք որոշ դպրոցներում սահմանափակենք դասարանների թիվը, գիտեք, արդեն իսկ լիցենզիոն տեղերով դա սահմանափակված է եւ մենք նաեւ ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգը երեխաների էլեկտրոնային ընդունելության, ինչը նաև վերացրել է որոշ դպրոցներում այսպես կոչված նաև լրացուցիչ ցուցակների արկայությունը, կարծում եմ ոչ մի նորություն չեմ բացահայտում, որ դպրոցներ են եղել, որտեղ գործել են այսպես յուրայինների ցուցակներ, թե ով պետք է ընդունվի դպրոց եւ ով ոչ, էլեկտրոնային համակարգը վերջ է դրել դրան եւ Երևան քաղաքում դպրոցների միջև բաշխվածությունը ավելի քան 50%-ով համաչափություն է գրանցել եւ հիմա այդ ձեր մատնանշած մի քանի դպրոցները շատ ավելի բարվոք վիճակում են, քան ընդամենը 4-5 տարի առաջ, երբ որ իրավիճակը բոլորովին այլ էր։ Շնորհակալություն։ Արձագանք, էլի հույս եմ հայտնում, որ սեպտեմբերից գոնե դասարանների աշակերտների թվի առումով դրական փոփոխություն կլինի եւ մի առաջարկ կամ հարց այս ապրիլի 24-ից մեկ օր առաջ այդ ասել եմ, կարծեմ բարձրաձայնել եմ այդ մասին, որ երեխան տատին պատմում էր, որ գիտեք վաղը այն օրն է, երբ որ թուրքերը հայերի գլուխները քարերով ջարդել են։ Բնականաբար երեխան դա դպրոցից էր լսում եւ ես ուզում եմ հարցնել կամ առաջարկել, որ այդպիսի կարևոր օրերից, տոներից առաջ ուսուցիչը իմանա ինչ խոսա երեխայի հետ, հատկապես եթե խոսքը վերաբերվում է առաջինից 4-րդ դասարաններին, մնացածը հույս ունեմ, որ մի քիչ նորմալ կբացատրեմ, բայց առաջինից 4-րդ դասարանի երեխային այդ ձևով կյանք մտցնելը չեմ կարծում, որ մենք կունենանք առողջ սերունդ։ Եվ նույնը մայիսի 28, սեպտեմբերի 21 ինչ-որ ուղերձներ, որ հստակ մշակված լինի, որ դպրոցը ուսուցիչը փոխանցի աշակերտին։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում պարոն Նազարյան, կարևոր թեմաներ կան, որի մասին խոսակցությունը դպրոցներում շատ հեռու է բավարար լինելուց եւ հատկապես եթե խոսքը վերաբերում է մեր պատմության ու պատմական տարբեր դրվագների շուրջ խոսակցությանը եւ այդ իմաստով է նաեւ, որ մենք պատմության չափորոշչին այդքան մեծ ուշադրություն ենք դարձնում, նաեւ հասարակագիտության չափորոշչին եւ կարծում եմ, որ փոխելով նաև պատմության չափորոշիչը եւ ունենալով արդեն ամբողջությամբ նոր մոտեցում, գիտեք, որ առարկան նույնպես փոխվեց եւ այժմ խոսում ենք Հայաստանի պատմության մասին,
ամբողջությամբ վերանայել ենք դասագրքերը եւ բնականաբար ուսուցիչների հետ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ խոսակցությունը տեղի ունենա ճիշտ ձևով։ Այսօր շատ տեղերում կարող եք տեսնել այդ իրավիճակը, որովհետև ցավոք սա էլ այն հետքն է, ինչ մենք ժառանգել ենք այս պաթոսի, ագրեսիայի միջավայրում երեխաներին մեծացնելը եղել է մեր կրթական համակարգի բնորոշ գիծը, որը պիտի հաղթահարենք, դա ժամանակ է տևում, բայց կարևոր հարց եք բարձրացնում եւ մենք այդ հարցի շուրջ աշխատում ենք ու հուսով եմ, որ մյուս տարի օրինակ ու այլ տպավորություններ կստանաք այդ նույն դասերի ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին նախարար, հարցերը ավարտվեցին, նիստը նույնպես կհանդիպենք վաղը հարգելի գործընկերներ։